Ես Բաքրն եմ, Բաքր Թամոյանը, ազգությամբ եզդի, մասնագիտությամբ գեղանկարիչ քանդակագործ։ Ավարտել եմ Երևանի պետական քոլեջը Փանոս Թերլեմեզյանի։ Զբաղվում եմ քանդակագործությամբ, կատարում եմ քանդակներ, նաև նկարներ։ Համայնքի կանայք ունեն ավելի շատ կրթական խնդիր, սահմանափակված է այդ ամեն ինչը, ինչի համար, քանի որ մեզ ասում են մեր եզդի կանայք պետքա չսովորեն։ Եղել է շատ դեպքեր, որ գիտես, լսել ես ու եկել հասել է քեզ այդ ամեն ինչը, վայ տեսեք 14 տարեկան, 13 տարեկան երեխուն նշանեցին կամ փախցրեցին։ Դա մի քիչ գալիս է տղուցել, նախ տղու մտածելակերպից, թե ինքը ոնց կարա այդ ամեն ինչը նորմալ տանի, երբ որ փախնում է 14 տարեկան աղջիկ կամ 13 տարեկան։ Ես չեմ ուզում բոլորին փնովեմ կամ քննադատեմ, բայց միանշանակ իմ համար շատ սխալ է այդ ամեն ինչը։ Մենք եկել ենք այս աշխարհ, բոլորս էլ մեր ընտանիքը կազմելու, մեր աշխատանքը ունենալու, բոլորս ունենք առաքելություն այս երկրի վրա, նաև ունեն աղջիկները առաքելություն այս երկրի վրա։ Ու էլի եմ ասում, իմ համար շատ սխալ է, երբ որ երեխային շատ փոքր տարիքում կամ ամուսնացնում են կամ նշանում են։ Ով է որոշել, որ պետքա եզդի աղջիկները ամուսնանան 13 տարեկանում։ Չէ ու վերջ։ Չէ ու վերջ։ Ընդհանրապես այդ։ Եթե նայենք հոգեբանական տեսանկյունից, պետք է ուրեմն նստեն, չէ, իրանք հոգեբանորեն խոսան իրաց մամա-պապաների հետ, ասեն մամա ջան, պապա ջան, սենց է, այս ձև է, բայց իրանք չեն կարա խոսան, որովհետև շատ ժամանակ խոսքի իրավունքը մի քիչ սահմանափակված է։ Չպետք է, եթե մի բան իրանց սրտով չի, պետք է ասեն ոչ, չեմ ուզում։ Հաստատ ես կօգնեմ, եթե իմանամ ինչ-որ մի ունենք աղջիկ, որ ինքը ուզում է սովորել ինչ-որ մի մասնագիտությամբ, հաստատ ես կխառնվեմ այդ հարցի մեջ, որպեսզի ինքը սովորի ու գնա առաջ։ Թող ամեն մեկը յուրաքանչյուր մարդ գոնե ունենա իր մասնագիտությունը, թող գնա, չգիտեմ, ծաղիկների դիզայներ լինի, բայց ինքը ինչ-որ մի բան այս կյանքից քաղած լինի, այս կյանքից ինչ-որ մի բան վերցրած լինի։ Պետք է կոչ անենք, որ մեր աղջիկները սովորեն ու սովորեն մինչև վերջ, ոչ թե 7-րդ, 8-րդ դասարանից դուրս գան, թող սովորեն մինչև վերջ, թող ունենան իրենց մասնագիտությունը։